Երեխաներ, այս սարքը մեր սովորական փոփոխական հոսանքը դարձնում է հաստատուն հոսանք եւ մենք վերցրել ենք հաստատուն հոսանքը։ Հիմա բացասական լիցքը տեղափոխել ենք էլեկտրոդով, իսկ մյուս էլեկտրոդով, այսինքն հոսանքը մտնելա ջրի մեջ, մյուս էլեկտրոդով պետք է տանենք նորից միացնենք դրականին։ Հիմա այստեղից պետք է գա միանա լամպից նորից գնալու է սարքը միանա։ Հիմա երբ որ ես հոսանքը միացնեմ, պետք է լամպը ցույց տա, որ հոսանքը կա։ Հոսանքը, նայեք, հոսանքը գալու է, բայց այստեղից պետք է եւ դուրս գա լամպի մեջ, որ հասկանանք հոսանք կա։ Մի հատ փորձենք սովորական խմելու ջրով։ Բացվում է լամպը։ Ոչ։ Հիմա փորձում ենք, փորձը կատարենք աղաջրի մեջ, դուք ինքներդ քիչ հետո կկատարեք աղի լուծելիությունը, կշատացնեք եւ կկատարեք։ Հոսանքի հետ աշխատելիս անջատում ենք անպայման։ Նայեք։ Վարվեց։ Ինչ հասկացաք սրանից։ Որ աղաջուրը էլեկտրահաղորդիչ։ Սովորական ջուրն էլ է էլեկտրահաղորդիչ, բայց շատ ավելի քիչ է։ Այո, աղը երբ որ լուծել եք, մեծացրել ենք էլեկտրահաղորդականությունը։ Հիմա ես կանջատեմ։ Հիմա այստեղից երբ որ ես փորձեմ բարձրացնել, նայեք փոփոխվում է, չէ՞։ Ավելի պայծառ։ Ահա, հիմա ես մի փոքրացնեմ։ Դուք այս նույնը հիմա կանջատենք սարքը եւ դուք մի փոքր աղ ավելացնեք։ Աղ ավելացրեք եւ մոտիկ բերեք մի քիչ։ Ահա, դե հիմա այս բանը միացրու, այս ջտիկը միացրու։ Ահա, ինչ եղավ։ Ավելի պայծառ է։ Ահա, այսինքն որքան ավելացնենք, մենք կարող ենք ինչ անել, փոքր հոսանքով ստանալ ավելի մեծ հոսանք։ Ահա։ Մենք կատարել ենք հիմա ուրիշ փորձ, նախ ներկայացնեմ սարքը, մենք լաբորատոր կալանի վրա ամրացրել ենք կլորահատակով, որպեսզի ջուրը կամ աղաջուրը հավասարաչափ տաքացվի, դրա վրա ամրացրել ենք ջերմաչափ, որպեսզի ֆիքսենք ջերմաստիճանը եւ սպիրտարիոսով պետք է տաքացվի։ Եվ հիմա պետք է համեմատենք, թե որ ջուրը ավելի արագ կերա, աղաջուրը թե սովորական։ Դա Այդ ինչ ես լցնում մեջը գոր։ ջուր, սովորական։ Սովորական խմելու ջուր։ Լավ, բավական է։ Քիչ մի սեղմեք, հա։ Արդեն ջուրը եղում է 85 աստիճան։ Արդեն 90։ Ուրեմն Զորավանում Անդրանիկ ջուրը ո՞ր ջերմաստիճանն է եղում։ 90։ Ասում ենք աղաջուր, որպեսզի իմանանք աղաջրի եղման ջերմաստիճանը։ Մենք լցրել ենք 2 կտալ աղ, եւ հիմա ապակե խառնիչով այն խառնում ենք, որպեսզի լուծվի։ Որ մեր աղաջուրը եղում է 105 աստիճանում, ապա եզրակացություն ենք կազմում, որ ջուրը ավելի շուտ է եղում, քան աղաջուրը։ Դրա մեջ ինչ կա որ Բայց ում խփի չխփի գորին հաստատ խփելու է։ Գորին